Իսկ մենք հիմա շարունակում ենք Առավոտ լուսոյի մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, եւ շտապենք ներկայացնել մեր այսօրվա հյուրերին, որովհետեւ խոսելու ենք մշակութային իրադարձության մասին, որը սպասվում է շատ շուտով։ Լոս Անջելեսից արմատներով հայ արվեստագետ Զադիկ Զադիկյանը առաջին ցուցադրությունն է ունենալու հայրենիքում, իսկ մանրամասները կիմանանք մեր հյուրերից։ Եվ այսպես մեր հյուրերն են արվեստագետ Զադիկ Զադիկյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, ցուցադրության համադրող Արմեն Եսայանցը։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Շնորհակալություն, որ առավոտ այո, իսկապես սկսեցիք մեզ հետ եւ ինչպես որոշվեց, որ պետք է համագործակցեք Զադիկ Զադիկյանի հետ։ Նախ ասեմ, որ շատ հաճելի է միշտ առաջինը ձեզ հետ կիսել մեր լուրերը։ Սիրով։ Եվ սա մեր այս տարվա կարևոր նախաձեռնություններից, կարևոր ցուցադրություններից մեկն է։ Ոչ միայն այս տարվա, ընդհանրապես մեր շուրջ 16-17 տարվա մեր գործունեության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին է խոսքը գնում։ Սա մեր համար երևի այսպես առանցքային մի համագործակցություն է արվեստագետի հետ, ով լքել է Հայաստանը շուրջ 60 տարի առաջ, եւ սա իր առաջին ցուցադրությունն է հայրենիքում։ Եվ մենք այս նախագծի շուրջ սկսել ենք զրուցել դեռևս 3 տարի առաջ, 2022 թվականին, երբ ծանոթացանք, on-line շփվեցինք, հետագայում հանդիպեցինք Երևանում, եւ այն ժամանակ արդեն կար այդ միտքը, որևէ այսպես ասած մոնումենտալ ստեղծագործությամբ ինտեգրվել Կասկադ համալիրի մեջ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում եւ տարբեր վարիացիաներ կարելի ասել քննարկեցինք եւ արդյունքում հանգեցինք այս նախագծին, որ արդեն հանրային հասանելի է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցասրահ 1-ում, որտեղ նաեւ մեր գրադարանն է գտնվում, այսինքն հանրային իմաստով շատ հասանելի մի վայրում, մի շատ կարեւոր տեղայնացված ինստալյացիա արեցինք։ Այսինքն այս աշխատանքը, որ ստեղծվել է 2015-16 թվականներին, շուրջ 10 տարի առաջ եւ ցուցադրվել է Զատիկի արվեստանոցում, որը սովորական արվեստանոց չի Լոս Անջելեսում, կարելի ասել առանձին մի ցուցասրահ թանգարան է, որովհետեւ մտնում ես ու անմիջապես հայտնվում ես այդ ոսկեզոտ տարածքում, իսկ ոսկու հետ Զատիկը աշխատում է արդեն մոտ 40 տարուց ավելի, 70-ական թվականներից սկսած, երբ ոսկով պատում էր հսկայական տարածքներ, սրահներ եւ ընդհանրապես ոսկու այդ, ոնց ասեմ, պատմական մարդկային պատմության միջով անցած այդ ուժը էներգիան է փորձում փոխանցել այդ վեհությունը, որ կա այդ ազնիվ մետաղի մեջ, եւ այստեղ էլ դա լրիվ այլ կոնցեպտ է ստացել, այսինքն չնայած աշխատանքը ստեղծվել է 15-16 թվականներին եւ կոչվում էր Օտարներ, եւ սա մի հսկա բազմաթիվ շերտերով ինստալյացիա է, բայց Երևանում այլ լրիվ նոր իմաստ ստացավ, դարձավ լրիվ նոր աշխատանք։ Եվ ուրախ ենք շատ եւ հպարտ որպես արվեստային ինստիտուցիա, որ մենք կարողանում ենք Զատիկի ոչ միայն առաջին ցուցադրությունը այստեղ անել, այսինքն զուտ դա չի, որ մենք հպարտանում ենք, այլ նաեւ շատ ուրախ ենք, որ հենց այս նախագիծն է արվում նման ինտեգրացիայով։ Եվ ասեմ, որ այցելուների համար սա լրիվ յուրահատուկ իմերսիվ մշակութային փորձառություն է լինելու, որովհետեւ այդ տարածքով անցնելը արտացոլանքները այդ դեմքերի հետ, որովհետև այդ հարյուրավոր մետաղները, որ չափով այո, բայց ինձ թվում է արդեն այսօր ովքեր Կասկադ համալիրի կմտնեն, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կլինեն, անմիջապես կբախվեն, այդ մի տեսակ շոկային է նույնիսկ լինելու, որովհետև այդ ծանոթ տարածքը ամբողջությամբ ձևափոխվել է, լրիվ նոր իրականություն է ստեղծվել, կարծես հայտնվում ես տիեզերական ինչ-որ նոր մթնոլորտում, եւ այդ պատը, որը մենք ձևափոխել ենք, դարձել է ստեղծագործության մաս, դա պարզապես պատ չէ, որի վրա արված են այդ աշխատանքները, դա մի տիեզերական անհուն է, մի մթին անհավանական տարածք, որտեղից դուրս են հորդում այդ դեմքերը եւ ինչպես Զատիկն է այս աշխատանքը նկարագրում, դա լրիվ մեծ պայթյունի նման է, մեծ պայթյուն այն իմաստով, ինչպես տիեզերական, այսինքն շատ ուզում եմ հենց պարոն Զատիկյանը նկարագրի եւ պատմի այս աշխատանքի մասին։ Խնդրեմ։ Պետք է ասեմ, որ 10 տարի առաջ, երբ որ սկսեցի աշխատանքները պատրաստել, ինձ տևեց 2 տարի, որ վերջացրեցի այս բոլոր գործերը, նրանք յուրահատուկ մեկիկ
քանդակված գործեր են, հազարավոր իհարկե, հազարից ավելի փոքր գլուխներ են պատի վրա։ Բացի որ ես ոսկով եմ աշխատել Նյու Յորքում, երբ որ ապրում եմ 23 տարի եւ բավականին տարածություններ ոսկե պատեցի ու մարդիկ մտան այդ տարածության մեջ նպատակ ունենալով որ արվեստի աշխարհի մեջ սկսել մի նոր տարածություն, ուր որ արվեստի մեջն ես մտնում եւ ոչ թե արվեստը նայում ես պատի վրա։ Այդ տարածության մեջ մտնելով, փորձվելով, ուրեմն դու տեսնում ես, փորձվում ես նոր մի տարածության, որտեղ արվեստը գլխիդ վրա է, հետևում տա ոտքի տակնա, այսինքն արվեստի մեջ ես, ինչպես որ մենք տիեզերքի մեջ ենք։ Ծնվում ենք, գնում ենք, գալիս ենք, տիեզերքի մեջ ենք, տիեզերքից դուրս չենք։ Նույնը ուրեմն իմ արվեստս այդ սկզբունքից դուրս գալով ես սկսեցի տարածություններ անել։ Լոս Անջելեսում, երբ որ Լոս Անջելես տեղափոխվեցի, ուրիշ նպատակով Լոս Անջելես տեղափոխվեցի, մեր հայկական մանրանկարչություններից գործեր անելու համար, հսկա գործեր, 8 մետրանոց գործեր եւ սրանք տրակտերի վրա դրվելով 6 մեծ կտավներ ամբողջ Լոս Անջելեսում տարածեցինք այդ բանը իսկ դրանից դուրս գալով որ մոտեցա մի նոր ձևի արձան շինելու որ սա օգտագործելով բնության էլեմենտները օրինակ gravity-ն թացկավը վերցնում ես եւ գերին ես խփում եւ ոչ թե ինչ որ մատներով ես ստանում բնական ծանրությունն ու գravity-ն երբ որ ցկողական ուժը երկրի խփում են իրար ֆորմաներ են ստեղծվում որ անկարելի է որ կարողանաս մտածել կամ անել Սա արվում է այդ բանի process-ի մեջ։ Իսկ կարող եմ հարցնել, որտեղից է գալիս սերը դեպի այդ ազնիվ մետաղ, ոսկի։ Ոսկին գալիս է իհարկե բոլորս էլ լավ գիտենք, որ ոսկին ամենաազնիվ մետաղն է եւ Բայց ոչ բոլորն են կարողանում արվեստի աշխատել ոսկու հետ եւ ներկայացնել արվեստի գործեր։ Ես շատ ռոմանտիկ արվեստագետ եմ, կարող եմ ասել, կամ բնությունս իմ շատ ռոմանտիկ դինելով, որտեվ ես ծնվել ու մեծացել եմ Երևանում ու շատ հեռու չեմ եղել 1 կիլոմետր ստեղից Մարաշում եմ ես մեծացել ու այս շրջանը, տելևիզիոն շրջանը ինձ համար իմ հարազատ վայրն է։ Այո, շատ հարազատ վայրն է եղել եւ կարող եմ ասել, որ ես միշտ արևը բոլորս ենք սիրում, բայց ես արևը ուրիշ տեսակ եմ սիրել եւ արևի ամառները փոքր տարիքում միայն տրուցիկով եմ մանեկել փողոցները, այդ սովետական սև տրուցիկները որ կային ասեմ, թումբաններով, որովհետեւ արևը շատ եմ սիրել։ Ու այդ արևը սիրելու զգացմունքը արտահայտվել է ոսկով, վերջո, երբ որ Նյու Յորքում էի, Նյու Յորքը շատ կեղտոտ 70-ական թվականներին բոլոր սնանկացած էին եւ բոլոր գարբեջները, բաները, աղբերը, որ տեսնում ես, առաջին ցուցահանդեսը որ ունեցա, ամբողջ ցուցահանդեսի սրահը ես ներկեցի traffic yellow այսինքն traffic դեղին ամբողջ սա երբ որ մարդիկ ներս մտան եւ շատ կարեւոր մարդիկ մտան այն ժամանակ բոլոր կարեւոր արվեստի ուղղություններն ու էներգիան ծնվում էր ուր որ ես էի ապրում downtown Նյու Յորքի քաղաքի downtown-ում եւ Philip Glass, Richard Serra, Rauschenberg, James, Rosenquist, այս տեսակ մարդիկ այդ ցուցահանդեսը տեսան։
Ներեցեք ընդհատում եմ, մեր ժամանակն էլ սահմանափակ է, մեր հեռուստադիտողները, արվեստասերները ունեն հնարավորություն տեսնելու ձեր աշխատանքը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Այո, եւ ցուցադրությունը արդեն բաց է, հասանելի է, ասեմ, որ Զատիկի արվեստը իր կյանքի նման յուրահատուկ է, որովհետեւ ինքը երիտասարդ տարիքում Հայաստանը լքել է սովետական շատ յուրահատուկ ձևով, անցնելով Արաքսը, հայտնվելով Թուրքիայում, հետո տեղափոխվելով ԱՄՆ, ու սա մեզ համար շատ կարևոր է, որ մենք իրեն ներկայացնում ենք եւ բոլորին հրավիրում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոն ցուցասրահ 1 բացահայտելու այս դեմքերը եւ իրենց տեսնելու այդ դեմքերի մեջ եւ նաեւ հասկանալու այդ օտար ֆորմաները որտեղից են գալիս այդ մենք առաջարկում ենք բոլորը գան եւ իրենց աչքերով տեսնեն։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, եթերը փոխանցելով մեր գործընկերներին, նրանք կծանոթացնեն օրվա լրահոսի հետ։